Բարև ձեզ մեր հետևորդներ, նորից մի հետարքիր ինվորմացիայով մեկ է ձեզ, տեղադրել ենք Kia Sportage 2.4 լիտր, մոտիկ բեր, GDI, տեսեք, ես շարժիչի վրա տեղադրել էին հասարակ գազ, ոնց որ շատ դեպքերում տեղադրվել են մեր մի 10 տարի առաջ կամ մի որոշակի ժամանակ առաջ իոնների վրա և էլի տենց բարձր ճնշումով մատորների վրա, պրյամով պրիսկով մատորների վրա են շատ տեղադրել։ Տեսեք, ես մեքենան անընդհատ խնդիր էր ունեցել, տերը նոր առել, որ են տենց գազը տեղադրած է եղել։ Մենք այս համակարգը փոխել ենք, տեղադրել ենք մեր Digitronic-ով, հլը մոտիկ բեր, տեղադրել ենք սենց հատիկ վարսուն կեքով, տեղադրել ենք տես մոտիկացրու կամերան, Digitronic-ի NG2-ն ենք տեղադրել, այս մեքենան ասեմ ձեզ, որ ասում եք բենզինի ծախս չունեցող, հավատացեք, երևի մի 5% լինի, թե չլինի, այդ դրա մեջ նաև խոտալ, տաքացնել, փոխել, հանգիստ քշեք գրեթե բենզինի ծախս չեք ունենալու։ Հիմա եկեք մի հատ էլ աշխատանքը ցույց տամ։ Մոտիկ բեր։ Ես հիմա արդեն գազով է աշխատում։ Խնդիրներ տեսեք կա, թե չկա լբեր մոտիկ։ Տեսեք, ոչ մի տեսակի խնդիրներ չունենք։ Իդեալական աշխատումը, բենզինի ծախս այս պահին չկա։ Հենց հիմա չկա։ Հարցերի համար կարաք դիմեք, համակարգը ամբողջությամբ Digitronic ենք տեղադրել, քանի որ իրանք շատ հուսալի են, իրանք գործարանի կողմից նաև երաշխավորված են։ Դե ժամանակին, որ ֆիլտրները փոխվեք, ոչ մի խնդիր էլ չեմ կարծում կլինի։ Ամենայն դեպս, եթե ինչ-որ խնդիր էլ լինի, մի 99% լուծվող հարցեր են, չլինող հարցեր չկա։ Մենք ջրվեժում ենք, համեցեք։